Հունիսի 26-ին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գլոբալ առաջնորդության և բացահայտիր Հայաստանը ծրագրերում ընդգրկված սփյուռքահայ երիտասարդներին, որոնք Մայրաթոր Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի նախագահ, կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանի ուղեկցությամբ։ Այս երիտասարդները հիմնականում տարբեր համալսարաններ հաճախող ուսանողներ են։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Սփյուռքի երիտասարդական ծրագրերի տնօրեն Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ այստեղ նրանք այցելում են մարզեր, հաղորդակցվում տեղի բնակիչների հետ, մասնագիտական փորձառություն են ձեռք բերում նախընտրած ոլորտներում։ Նրանցից շատերը սպասավորում են իրենց համայնքների եկեղեցիներում, շապիկ են հագնում, խորան բարձրանում կամ երգչախմբում երգում։ Խմբի մեջ կան շատ երիտասարդներ, որոնք առաջին անգամ են այցելում մայր հայրենիք ու իրանց համար, ինչպես նաև մյուսների համար, սա շատ խորհրդանշական է ու շատ կարևոր է հասկանալ, թե ինչքան կարևոր է մեր Սփյուռքի ու հայրենիքի կապը ու եկեղեցու կապը, ինչքան կարևոր կամուրջ է հանդիսանում եկեղեցին հայրենիքի ու Սփյուռքի համար եւ վեհապարի հետ հանդիպելը, իր խորհուրդը, հայրական խորհուրդն ու օրհնանքը ստանալը շատ կարևոր ու խորհրդանշական է բոլորի համար։ Երիտասարդները վեհապար հայրապետին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան։ Նրանք առավելապես հետաքրքրված էին հայրենիք, եկեղեցի, սփյուռք կապերով։ Ես Բոստոնեն գուքամ Ամերիկա եւ հոգեբանություն կուսանիմ համալսարանի մեջ, երրորդ տարիս կմտնամ գոր եւ իմ կարծեմ ուղղությունս էր բզդիկներու հետ աշխատել իբրև հոգեբան հուսամ։ Ես հիմա Սաուդիա գաբրիմ, բայց Սուրիոհայում Դամասկոս ձեներեմ եւ մամաս Հալեպսի է։ Հիմա Հայաստան եկա եւ Discover Armenian զադեցի, չէ որ գսկամ, որ ինձ բացադրեցին, որ արցախցիներուն պիտի օգնենք, բզդիկներուն հայ զավակ շուրջուղներուն պիտի օգնենք։ Ինձի համար ասի շատ կարեւոր է, որ օգնենք մույս հայերը, չէ որ չի դարբերել եթե սփյուռք ենք կամ Հայաստան գաբրենք կամ եկնիս հայ ենք։ Հանդիպմանը ամենայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունը բաշխեց հայորդիներին, բարձր գնահատեց Հայկական բարեգործական ընդհանուր միության իրականացրած հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում ապրող երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները եւ հաղորդ դառնալու հայրենի հողում ապրող մարդկանց կյանքին։ Այս ամառվա ընթացքում կառույցը տարբեր ծրագրերում ընդգրկված 200 երիտասարդի է հյուրընկալելու։ Նորին սրբությունը պատգամեց ազգային ինքնության կրողը լինել, ամուր պահել հայրենիքի հետ կապը։ Հայոց հայրապետը հորդորեց բոլորին առավել ակտիվ ներգրավվել ազգային եկեղեցական կյանքում, ամեն ջանք գործադրել տեղերում իրենց համայնքների հզորացման համար։ Հունիսի 26-ին աշտարակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ հոգևորականներն այժմ վարչական հսկողության տակ են։ Ըստ մեղադրանքի Մկրտիչ Սրբազանն իր թեմի հոգևորականներին հարկադրել է մասնակցել իշխող ուժի դեմ հավաքներին։ Նաև 2021 թվականի ընտրությունների ժամանակ հրահանգել է չքվեարկել գործող իշխանության օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրանքը անհիմն է համարում։ Տեր Գարեգինը մեղադրվում է Սրբազանին օժանդակելու մեջ։ Նա եւս մեղադրանքը չի ընդունում։ Կան գործին առնչվող մի շարք հոգևորականների ցուցմունքներ, որոնք պաշտպանների գնահատմամբ հերքում են մեղադրանքը, սակայն մինչ օրս չեն ներառնվել գործի նյութերում։ Տուժող կողմ է ներկայանում նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, որի հայտարարությունների հիման վրա էլ առաջադրվել է մեղադրանքը։ Ստեփան Ասատրյանն ուշ ներկայացավ նիստին, կեսից էլ լքեց դահլիճը, պատճառաբանելով, որ անձնական գործեր ունի։ Նիստի ընթացքում հարցաքննության կանչվեց տուժող կողմ համարվող եւս մեկ նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանը, որը սպասավորել է Թալինի տարածաշրջանում։ Արամայիս Թախմազյանը նշեց, որ 2023 թվականին իրեն եւ մի քանի հոգևորականի WhatsApp-ով հրահանգել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Ասում է ինքը մասնակցել է հետագա խնդիրներից խուսափելու համար։
Պաշտպանական կողմը փորձեց պարզել, թե կոնկրետ ինչ գործողություններով կամ արտահայտություններով է դրսևորվել հարկադրանքը եւ արդյոք եղել են ուղղակի սպառնալիքներ։ Թախմազյանը նշեց, որ հանրահավաքին մասնակցելու հանձնարարականն ընդունել է որպես հրահանգ եւ չի առարկել, քանի որ իր ընկալմամբ հակառակ դեպքում կարող էր խնդիրներ ունենալ։ Խոսքը նկատողություն ստանալու կամ իր նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է, ասաց նախկին քահանան, բայց նշեց, դժվար թե հարցը հասներ կարգալուծության։ Ուժողն ասում է, եթե այսպես չանենք, խնդիրներ կլներ, կարծես ինձ վախենալու ինչ-որ բան է նկարագրում։ Հիմա միևնույն ժամանակ դուք ձեր խոսքում ասեցիք, որ շատ կլներ նկատողություն կամ վերաբերմունքի փոփոխություն, ավելին պնդեցիք, որ դե չէ, կարգալույց չէ, դե հարցը չէր, որ կարգալույց լիներ, ձեր խոսքից այդ երկուսը նշեցիք, կլիներ նկատողություն կամ վերաբերմունքի փոփոխություն, որը չէիք ցանկանում լիներ, դրա համար էլ ինչ էլ որ մտածել եք, այսպես ասած չեք էլ բարձրաձայնել, մնացելա ձեր գլխի մեջ։ Ճիշտ եմ ընկալել ձեր խոսքը։ Անդրադառնամ սկզբից կարգալույցության հետ կապված, ես նորից հիշեցի իմ Facebook-յան գրառումը, որտեղ որ ես նշել եմ նաև որ ունենք հոգևորականներս, նայեցեք, ունենք հոգևորականներս մտավախություններ, երբեմն նույնիսկ կարգալույցության։ Բայց ասեմ, ի պատիվ մեր առաջնորդին Մկրտիչ Սրբազանի ինքը կարծեմ են եզակ եպիսկոպոսներից եղել, որ քահանա չի ներկայացել կարգալույցության։ Եվ դա քահանաները գիտեն։ Եվ դրանից ելնելով ես ասում եմ, որ այո, նա այդ ձերի մարդ չէր, sense կոպիտ ասեմ, կներեք սպասան, եթե ինչ-որ բան այդպես պատշաճ չի ձեր անձի հանդեպ, ինքը վատ մարդ չի, որպես այդպեսին, որ ասենք բայց թեմում ծառայելով արել եմ այն, ինչ որ գտել եմ այդ պահին ավելի նվազագույն վնաս բերող ինձ։ Շատ լավ, ախր տեսեք, սա պարադոքսն ինչու՞մ է, համ նենց եք ասում, բայց ամենայն դեպս մեղադրանքով այնպես է, որ հանկարծ մի միլիմետր շերվեիք, ձեզ չգիտեմ, շուտ լինիք, հալածեին կամ չգիտեմ ինչ կանեին։ Մոտավորապես այդպես տպավորություն է, հիմա հարցս այսպես է։ Նկարը տպավորություն լինի։ Առավել ևս, եթե այդպես չէր, ամեն դեպքում ոչինչ քմյատել նկատողություն տային, ինչու չասեցին։ Ու այս պատմությունը չէր, իսկ կարող է ոչինչ էլ չլիներ։ Նայեցեք, դուք ենթադրում եք, որ թող մեկ հատ է նկատողություն տան, բայց ես չեմ ենթադրում, որ միայն մեկ նկատողություն կարող լիներ։ Դա կարող լիներ, եւ պարզապես բազմաթիվ խնդիրներ։ Իսկ կարող է հասկացվել եւ ոչինչ էլ չլիներ։ Դա ձեզ նորից է։ Նայեցեք, եթե գնանք, կարող է այո լիներ, կարող է նույնիսկ կարգալույցություն լիներ, կարող է չգիտեմ ինչ լիներ, բայց ունենք այն ինչ որ ունենք, եղել այն ինչ որ եղել։ Իսկ չէ, ներողություն, սա հարցերի իմաստն է, որ օբյեկտիվ իրականության մեջ ոչինչ էլ չի եղել։ Ինչ եղել է ձեր մտքերի մեջ, դրա համար է հարցերը ծնվում։ Արամայիս Թախմազյանը հաստատեց, որ հանրահավաքներին պարզապես ներկա են գտնվել, որևէ կոչ չեն հնչեցրել, մարդկանց չեն ուղղորդել որևէ գործողության։ Պաշտպանական կողմի հարցին, թե քահանաների ներկայությունը հանրահավաքներին զսպող կամ խաղաղեցնող ներգործություն ունենում էր մասնակիցների վրա, թե ոչ, Թախմազյանը խուսափեց պատասխանել։ Տուժող համարվող կողմերի կարգալույց քահանաների ցուցմունքների համաձայն 2021 թվականի ընտրություններից առաջ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հոգևոր դասին ասել է. «Խորհուրդ եմ տալիս, ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք»։ Պաշտպանների խոսքով ուղղորդումն ինքնին չի կարող դիտվել որպես քրեական հանցագործություն։ Պաշտպաններն ընդգծում են, որ հանցակազմի համար անհրաժեշտ է հստակ ապացուցել հարկադրանքի ձևը եւ մեխանիզմը։ Տեսեք, նաև ձեր ցուցմունքների հիման վրա ձեր առաջնորդը զորքանների միջով է անցել եւ ասում հիմա սահմանապատում է։ Դուք դրա հետ կապված որևէ զղջանք ապրում եք թե՞ չէ։ Եթե կարծում եք, որ այդ ամեն ինչը իմ պատճառով է, նայեք, լավ, ես իմ ասում եմ հարկելի դատարան թողեք մարդիկ գնան ինչ ասեմ։ Բոլորին բարի ճանապարհ ասենք։ Այդ հարգելի դժոխ, դատարանը բարձրաբանում է, դες եկեղեցական կառուցակարգը լավ չէ պատկաստնա ենթակա վերադարձ
Ով է ձեր վերադասը, ով է ձեր Իմ վերադասը Մկրտիչ եպիսկոպոսն է, անմիջական վերադասը։ Ես կներեք, երկու վերադաս ունեմ, Մկրտիչ եպիսկոպոս, Ամենայն Հայոց կաթողիկոս, վերջ։ Իրենց խոսքերն են ինձ համար վճռորոշ, մյուս որևէ հոգևորականի խոսք վճռորոշ չի, առի գիտություն է։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին ժամը 12:00-ին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Միքայել arczepiskopos Աջապահյանն ազատվել է տնային կալանքից, սակայն երկրից դուրս գալու իրավունք չունի։ Սրբազանը գիշերը վերադարձել է Գյումրի առանց ոստիկանների ուղեկցության։ Առաջնորդին ջերմությամբ, ծափողջուններով, հրավառությամբ եւ երգերով են դիմավորել հայրենի քաղաքում։ Շիրակի թեմի հոգևորականներն ու հավատացյալներն առաջնորդարանում շարականների երգեցողությամբ են ընդունել Սրբազանին։ Միքայել Սրբազանին 2 տարով ազատազրկելու առաջին ատյանի դատարանի որոշումը հունիսի 25-ին բեկանել է վերաքննիչը եւ նոր քննության համար գործն ուղարկել Շիրակի դատարան։ Նախքան Գյումրի վերադառնալը Միքայել Սրբազանը նախ մասնակցել է Բագրատ Սրբազանի դատին, ապա այցելել է Մայրաթոր եւ հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Սրանչելի օրեր եմ ունեցել, հանգստացել եմ բանդում, հոգսերից, մտահոգություններից։ Ես վերջո եկեղեցական ծառայությունը հանգիստ չի, ամենօրյա մտահոգություն է։ Իսկ երբ քեզ բանդարգում են, ես զրկում են մտահոգությունից, քեզ ինչ է մնում անելու։ Աղոթել, ընթերցել։ Միքայել Սրբազանը նշել է, որ գործող իշխանության հանդեպ իր վերաբերմունքը չի փոխվել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը նշեցին կառույցի հիմնադրման տարեդարձը։ Լույսի եւ հավատի 20-ամյա ուղի խորագրի ներքո ներկայացան հաստատության տարբեր դասարաններ, համույթներ։ Հանդիսության մեկնարկին երգչախումբը կատարեց հայրապետական մաղթերքը։ Հանդիսությանը ներկա էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հարություն Վարդապետ Կիրակոսյանը։ Այս օրերին հայորդյաց տներում անցկացվող ուսումնական տարեվերջյան միջոցառումներին հյուրընկալվում է նաև Մայրաթորի Կալկաթայի հայոց մարդասիրական ջեմարանի կառավարիչ Տեր Տաճատ Վարդապետ Ծատուրյանը։ Հայոց մարդասիրական ջեմարանը երկսեռ գիշերօթիկ դպրոց է ուսումնական միջազգային չափանիշներով։ Հայր Սուրբը նշեց, որ եկել է հայոց հայրապետի օրհնությամբ, ծնողներին ու աշակերտներին ներկայացրեց Հնդկաստանում գործող հայկական կրթօջախի հնարավորությունները։ Մարդասիրական ջեմարանում սովորում են երեխաներ Հայաստանից ու Սփյուռքից, աշակերտների եւ ուսուցիչների կեցության, սննդի, կրենական պիտույքների, ուսման վարձի եւ աշխատավարձերի ծախսերն ամբողջությամբ հոգում է ջեմարանը։ Ուսուցման լեզուն հիմնականում անգլերեն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տան տնօրեն Կարինե Գևորգյանը երախտիկի խոսքեր ուղեց հայոց հայրապետին, Հայ օգնության ֆոնդի Գուլամերյան հիմնադրամին, բոլոր կառույցներին, անհատներին, որոնք օգտակար են եղել հաստատության կայացման գործում։ Ներկաները գնահատանքով հիշեցին նաև տարբեր ժամանակների հոգևոր տեսուչներին, մանկավարժներին, սաներին ու ծնողներին։ Հովը իրականում Հայաստան հողի վրա կառավարում է Գուլամերյան հիմնադրամի նվերը այս հաստատությանը եւ ամեն տարի սովորաբար քննարկվում են հաջորդ տարվա կարիքները, երեխաները զբաղված են, հիանալի շփում է, որակյալ մասնագետներ են, հմտություններ են, գիտելիքները, արվեստը, ամեն ինչը։ Զբաղվածությունը եւ փորձառություն երեխաների համար։ Այստեղ ոչ միայն մեր սաները արվեստի, գիտության, տարբեր հմտությունների հետ են առնչվում, այլ նաեւ այդ ամեն ինչը ողողում են հոգեվորով եւ ազգայինով։ Դրա համար այստեղից դուրս են գալիս լիարժեք հայ քրիստոնյաներ, լիարժեք քաղաքացիներ, օգտակար, բարի եւ խաղաղ մարդիկ։ Մեր երեխաների մասին է խոսքը։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա։ Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների, լեզուներ են սովորում։ Հայորդաստանը ոչ միայն կարողանում ենք զարգացնել գեղագիտական ճաշակ, երգ, պարի, երաժշտության դասարաններում աշակերտները ուսանում են, կրթվում են, այլև այստեղ կարողանում են ուսումնասիրում են անգլերեն, ունենք ռուսերենի խմբակներ։ 2006 թվականից այստեղ դասավանդում եմ որպես ժողովրդական պարի դասարանի պարուսույց, շատ վաղուց եւ եղել եմ ուսանող եւ եղել եմ այստեղի ուսուցչուհի։ Սովորում են Աստվածաշնչյան բոլոր պատմությունները, սովորում են Հիսուս Քրիստոսի հրաշքները, առարկները, նաև շատ կարևոր է, որ իրենք արդեն գիտակցում են, ովքեր են աղանդավորներ, ովքեր են հայ առաքելական եկեղեցու զավակներ։ Հայորդաստանը շատ մեծ գիտելիք է տալիս մասնագիտական առումով եւ ոչ միայն մասնագիտական։ Ես դա ասում եմ որպես նաև մարդը, որ եղել է Հայորդաստան աշակերտ, հետո դառել է մանկավարժ եւ Հայորդաստան ունեցած գիտելիքով հնարավոր է գնալ ավելի առաջ, ավելի բարձրագույն կրթություն ստանալու համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու արտերկրում անցկացվող մրցույթների, արժանանում են գլխավոր մրցանակների, անկախ հետագայում ընտրած մասնագիտությունից ջերմությամբ են հիշում այստեղ անցկացրած ժամանակը, ստացած գիտելիքը, հմտությունները, հոգևոր զրույցները։ 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ տարբեր ժանրերի կատարումներ ներկայացվեցին։ Սովորողների հետ բեմում էին նաև մանկավարժներ ու տարբեր տարիների շրջանավարտներ։